Բայց խոսքը իր մասին չի, խոսքը իր ընկերների մասին։ Այն բոլոր գործարարների, որոնց մենք ժամանակի բոլորին ասում ենք, մեկ տարի է դրա մասին ասում ենք։ Բոլորը դեպքերի տակով եք ասում։ Եթե չունեք ազգային գործարարի նկարագիր պատկեր, մնացած բանը ինչ որ դուք անում եք, սուտը, խաբեությունը, խաբում եք ուղղակի, ժողովրդի հաշվին հարստանում եք, ուրիշ բան թող չմտածեն։ Հենց իրենց ընկերոջ աջակցության իմաստով հայտարարություն են անում, ներկա են գտնվում, ինչ են անում, ինչ չեն անում, չկան իրենք, բոլորինը հասնելուց։ Նույնը ասել եմ նաև այն պաշտոնյաների մասին, ովքեր ստրուկի պես ծառայել են այս չափ։ Տեսեք ուր են դրանք։ Որտեղ են այդ մարդիկ, ամեն մեկը ստորացված, հեռացված եւ այսպես շարունակ։ Հետևաբար, սա ամենամեծ դասն է։ Ես այստեղ եմ իրեն զորակցելու էլ, իր ընտանիքին էլ, միևնույն ժամանակ ինձ ու բոլոր հայորեն մտածող ճշմարիտ մարդկանց։ Նիկոլ Փաշինյանը չի դադարում իր առումները կատարել, այդ թվում հոգևորականների վերաբերյալ ավելին խումբ ձևավորելու մասին, որ Վեհարանը պետք է ազատեն, սրան ինչպես։ Նարեկ ջան, այդ Չարիքի մասին աշխատեք չխոսել, ոչ էլ իրեն տեսնել ընդհանրապես։ Չկա, դուք եք, մենք ենք ստեղծում իրեն։ Դա Չարիք է ուղղակի։ Մոռացեք այդ մարդուն։ Թափեք, դրեք մի կողմ, մոռացեք իրեն։ Բայց ինքը մեր երկրի հարցերն է որոշում, Սրբազան։ Այսօր երկրի հարց չի որոշում ինքը։ Գիշերը մոռանում ենք Գիշերը մոռանում ենք, ավելի լավ չի լինում։ Իր խոսքերը մոռացեք, իր արտահայտությունները մոռացեք, իրեն մի մեծացրեք, Չարիքը մի մեծացրեք։ Ես հասկանում եմ, որ սա լրագրողներն են մեղավոր, ես դա ընդունում եմ։ Ոչ, ձեզ չեմ ասում, ինձ էլ եմ ասում, Մարդիկ ակամայից տրվում են դրան, նայեք, ինձ համար սկզբունքը, հիմա դուք ինչքան կպատկերացնեք, ինչքան չեք պատկերացնի, միշտ ասել եմ, ինձ համար սկզբունքը մեր Տեր Հիսուսի օրինակն է, երբ որ Չարիքի, սատանայի հետ խոսում էր, ուղիղ երբեք չէր խոսում, վերջում ասում էր, ետես գնա կորի, վերջ, դա է, ուրիշ ինքը անընդհատ փորձում է մեր գլխին փաթաթել բաներ, օրակարգեր եւ այլն, հիմնական թեմայից շեղելու Այն բոլոր խոստումներից, որ իրենք տվել են, ու ոչ միայն տվել են, այլ նաև այդ դրան հակառակ են գործել, սկսած ամենամեծ մեր հայրենիքի հանձնումից, Արցախի հանձնումից մինչև էլ չասեմ ինչ խնդիրներ։ Սրբազան, ձեզ համար տարօրինակ չէ, որ ժողովրդի մեջ ամեն դեպքում մարդիկ կան, որ նույնիսկ եկեղեցուն վերաբերող այսպիսի նուրբ կամ սուրբ հարցերին էլի իրան աջակցությամբ են վերաբերվում, հա։ Ինչ որ օրակարգ են նետում հարց, ուխտադրուժ են, լսեք, բայ ջան, բան չեմ ասում, կարող են վերաբերվել, կարող են համակրել, կարող են սա անել, Չարիքին էլ համակրողներ կան, Չարիքի գործերի մեջ էլ խառնվողներ կան, գործիք դարձողներ կան, լիքը մարդ կա այդպես էլի աշխարհում։ Այնպես որ ես նորից եմ ասում, մեր ոչ թե պետք է մտածենք ինքը ինչ է ասում կամ ինչ է անում, այլ պետք է մտածենք մենք ինչ ենք անում, մենք ինչ ենք անում։ Մենք անում ենք այն, ինչ որ անելու ենք։ Ինչ ենք անում։ Էլի եկար նույն տեղը։ Էլի նույն ցավոտ հարցն է, ինչ ենք անելու։ Մի քանի օրից դու մասնակից կլինես իրադարձություններին։ Մի քանի օրից ինչ որ բան է սպասվում։ Խնդրում եմ, էլի վայ ջան։ Դու մեր կողմից ես թե իրանց։ Իրանցում։ Չարիքի։ Հələ իմ դեմքին նայեք։ Ոնց որ մեջտեղն ես կանգնել։ Հա։ Գայշնիկ է։ Մի քիչ ես կողմ արի։ Խաշմերուկում եմ կանգնել։ Մի քիչ ես Նարեկ ջան, շնորհակալություն։ Մի քիչ ես կողմ արի։ Սրբազան, լավ, կատակը մի կողմ որ կողմը։ Այո։ Հեսա կգամ։ Չունենք։ Բա այն կյանքս կիրել է։ Գիտի որ շատ եմ սիրում, դրա համար առիթ չարաշահում։ Կանեցիք չխաշմերուկ, մի քիչ բրտեցիք կյանքում, հետո ասում եք շատ եմ սիրում։ Սրբազան, մի բան էլ հասկանանք, լավ, հիմա այս ամեն ինչը կարող է առիթ հանդիսանալ, որ նոր process-ներ մեկնարկեն։ Նայ, վայ ջան։ Հիմա ես նորից գնամ, հետ գամ։ Մեր անելիքները բացարձակ կապ չունի կոնկրետ այս երևույթի հետ, ինչ որ հիմա տեղի ունենում։ Մենք հենված չենք սպասելու ինչ որ դեպք տեղի ունենա մեր կյանքում, որ գործընթացներն են։ Այս գործընթացները տեսանելի, անտեսանելի, ես երբեք էլ չեմ թաքցրել, ընթանում են։ Այստեղ լիքը մարդ կա, որոնք դրանց տեղյակ են։
շատ տեղյակ են։ Սա պարզապես են ցցուն արտահայտություններից մեկն է, թե մենք ինչ իրականության մեջ ենք անում, եւս մի անգամ համոզվելու։ Եվս մի անգամ համոզվելու, եվս մի անգամ համոզվելու։ Եվ առաջին հերթին դա եմ ասում, անընդհատ որ տեղի է ունեցել։ Եվ առաջին հերթին, այո, այս իրադարձությունը ինչ որ տեղի է ունեցել պարոն Կարապետյանի հանդեպ, ես չեմ համարում, որ իր հանդեպ է տեղի ունեցել։ Ես համարում որ յուրաքանչյուր հայորեն մտածող ճշմարիտ մարդու հետ է կատարվում։ Երկրորդ պարագան, ես շատ կուզեմ այս աջակցության մեջ տեսնել իր գործարար ընկերներին։ Մնացածին։ Այդ գործարանների մեջ օրինակ Քավոր Սանիկ կան, ովքեր կան։ Ում ես 1 տարի շարունակ անընդհատ ասում, տղերք, սա գալու է ձեր դուռը, եթե դուք ազգային գործարարներ եք, հերիքա կոնֆերանսներով մարդիկ խապեք։ Բավարարը, ձեր ասելիքը կոնկրետ ասեք։ Խոսեք դրա մասին։ Խոսել են, ասել են, ոչ մեկին էլ չեմ ճանաչում։ Սամվել Ալեքսանյանը օրինակ։ Ուրա, հա։ Օրինակ։ Ոչ մեկին ես չեմ ճանաչում։ Ոչ մեկ գա իր հետևից էլ իր սիթինան էլ փակեն, ոչ անձնապես եմ ճանաչում, ոչ էլ տեսել եմ, ոչ էլ գիտեմ, նկարով երևի տեսել եմ կամ լսել եմ կամ տեսանյութով։ Որևէ մեկին ցանկացած ով ինքը իրեն այս ժողովրդից օգտվելով հարստացել է, գործարար ընկերը կամ մտերիմը կամ բարեկամը կամ չգիտեմ ինչը։ Ասում 1 տարի շարունակ ես դրա մասին ասել եմ։ Մի քանիսն էլ նեղացել էին, ինչու է այսպես ասում։ Հիմա փաստ է։ Աչքներիդ արջևը։ Լավ, էլ ինչ պետք է լինի, որ ժողովուրդը համախմբված։ Դե էլ իրենց տեսնես, հարցու ժողովուրդը համախմբված է, ժողովուրդը նորմալ է։ Անկեղծ ասում եմ։ Բայց չի ստացվում ինչ որ բան, արդյունք դեռ չկա։ Կստացվի, մեզնից է կախված, ինձնից կոնկրետ։ Ուրիշ մարդուց ինչ է ինչ է կարել, որ հիմա չի ստացվել, որ ձեզանից է կախված։ Ես 1 տարի է փողոցում կռվում եմ։ Վայ ջան, այդքան։ Մի անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, երրորդ անգամ չի ստացվի, 10-րդ անգամ կստացվի։ Ես ֆուտբոլիստ եմ եղել, չէ՞, ձեզ ասել եմ, ֆուտբոլ խաղալ գիտես։ Ժամանակի տարողությունը գիտես, տակտիկա, տեխնիկական պատրաստվածություն, նահանջ, հարձակում, փոխանցումներ գիտես։ Հա, ֆուտբոլն էլ 90 րոպե է, չի վերջանում 89 րոպե։ Խաղացողները չեն գալիս, ասում են 88 րոպեին հոգնեցինք, էլ չեն խաղում։ Չի լինում այդպես։ Հետևաբար միշտ ասել եմ, հիշեք այդ 89-րդից 90 րոպե անցնելու պահը։ Հիմա այդ վերջի միկրոպեի կարևոր պահին է։ 1.5։ Լավ, իմը ինչ-որ բան սպասում ես։ Այո, դու էլ կգաս։ Դե սենս գալիս է լսի, դու գնացել ես ինձ տուն, մունք, սուրճ, մուրճ, այդ ինչ նյութ է դա, իմիջիալուց լավը ձեռքս չընկար այդ ժամանակ։ Հրավիրեի սուրճ խմելու։ Իդեպ այդ ձեր տունն է, թե Արթուր Սարգսյանի, դա հենց Սամվել Կարապետյանի տան դիմաց Արթուր Սարգսյանի տունն է, հա։ Լավ չի։ Ապորինի գույքը։ Ապորինի գույքը։ Դա բարձր մի ասեք, ես եկան հետևից։ Ես բոլորը այստեղ ապորինի գույքերով ապրող մարդիկ են։ Հեսա որ գան բոլորին տանեն, բոլորին էլ տանելու են, ասենք որ մեկին չեն տանելու։ Ով ցես չի կերել, ով չի կալանավորվել այստեղ, հա։ Բայց միայն քեզ եմ հետևում։ Շնորհակալ եմ։ Լսի, ուրիշ բան էի ասում, մոռացա, է։ Այս մարդիկ, որ դու խոսում ես, ասում ես երբ ինչ, իրենք շատ լավ գիտեն ամեն ինչ։ 10 մեքենայով էլ հսկում են, ամեն ծակուճուղ մտնում դուրս են գալիս։ Այնպես որ մեկ էլ քո միջոցով չասեմ ինչա տեղին ունի։ Լավ է։ Միջև ընտրություններ չի հասնի, այսինքն։ Ինձ համար սկզբունքային հոգևոր ընկալումը չարիքի հետ որևէ մրցույթի, մրցակցության, ընտրության գնալու թեմա չի կարող լինել։ Չկա այդպես բան։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։